Առողջ մարդու պատրաստության գործը։ Սուրբ Էջմիածին առաքելությունը, այս էր նրա կարգախոսը։ Իր աստվածատուր և քրիստոսավանդ առաքելության և պատմական ժառանգության հիմնական տվյալներեն առաջնորդված անկոչված է Սուրբ Ավետարանին և մեր հայրերու սրբազան ավանդության աղբյուրեն նոր, մաքուր և առատ ջուր հոսեցնելու մեր ժողովրդի կյանքին մեջ։ Քրիստոսով ապրված և ավետարանով ավանդված ճշմարտությունները, կյանքի բարոյական սկզբունքները, հոգևոր արժեքները հարկ է որ առվակվին մեր հայրենիքի և ողջ հայության կյանքի անդաստանին մեջ, որոքումի հոգևոր մշակության բարիքները ընծայելով մեր ժողովրդին։ Առանց ավետարանին դկար է մեր ազգը, առանց մեր հայրերու սուրբ ժառանգության վերակենսավորման դժգույն կդառնա մեր ժողովրդի դիմագիծն ու նկարագիրը, ասում էր նա։ Եկեղեցին հսկայական կարևորության առաքելությունն ունի կատարելիք հանդեպ հայրենիքը, հանդեպ հայ ժողովուրդը և այդպիսով նաև հանդեպ Աստծուն։ Այլապես եկեղեցի չէ, մի հաստատություն է անհոգի։ Մայրաթորը կոչված է մեր ամբողջ ժողովրդի մեջ քրիստոնեական առողջ գաղափարները, քրիստոնեական կրոնի բարոյական սկզբունքները տարածելու, այնպիսի գիտակցություն արմատավորելու, որ առանց հոգևոր ազգային արժեքների մի ժողովուրդ երկար չի կարող տոկալ այս աշխարհում, քարոզում էր վեհափառը։ Սակայն այս առաքելությունն իրականացնելու համար նախ եւ առաջ հարկավոր էր բարեփոխել եկեղեցական կառույցը եւ կրթել եկեղեցականներին նրանց պատրաստելով այդ սրբազան գործին։ Նա հոգևորականներին հորդորում էր արժանի լինել իրենց կոչմանը, լինել հոգու մարդ, լինել ինքնամոռաց եւ ծառայությանը նվիրված։ Եկեք լինենք հավատարիմ մեր եկեղեցականի ինքնատիպ ինքնությանը։ Թող վերանորոգության շունչը մեզանից սկսվի, դիմում էր նա նրանց։ Գարեգին առաջինը վերակառուցեց և վերաբացեց Գևորգյան հոգևոր ճեմարանը, բազմապատկեց ուսանողների թվականակը։ Եկեղեցին հուշարձան չէ, հաճախ էր կրկնում նա, քանի որ մարդկանց գիտակցության մեջ այն վաղուց արդեն ձեռք էր բերել այդպիսի իմաստ։ Վեհափառը վերանորոգում և կյանքի էր կոչում պատմական մեր վանքերն ու եկեղեցիները, կառուցում նորերը և երիտասարդ հոգևորականներին խումբ գործողում այնտեղ։ Եկեղեցին պետք է վերադառնար իր պատմական դերակատարությանը, ինչպիսին հանդիսացել էր դարեր շարունակ։ Իր նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում նույնպես ստեղծվում է հոգևոր առաջնորդություն, որպեսզի եկեղեցու սպասավորները, ինչպես որ դա տեղի էր ունենում դեռևս Վարդանանց պատերազմի տարիներին, մշտապես լինեին մեր զինվորների կողքին։ Գարեգին առաջին հայրապետի համար ամենակենսական և անհետաձգելի գործը առողջ մարդու պատրաստության հարցն էր։ Ազգի ուժը որտեղ կկայանա, իր դրամի մեջ, իր զենքի, ոչ, իր բարոյական, իր գիտակցական, մարդկային, հոգևոր ըմբռնումին մեջն է ազգի ուժը։ Դրամը մեկի ձեռքում կարող է բարյաց աղբյուր լինել, մեկ ուրիշի ձեռքում չարյաց աղբյուր։ Զենքը մեկին կարող է հերոս դարձնել, իսկ մյուսին ոչրագործ։ Հետևաբար մարդն է կարևորը, ազգի մեջ բարոյական ըմբռնումն է կարևորը։ Եթե ինձ հարցնեն, թե որոնք են առաջին, երկրորդ և երրորդ կարիքները Հայաստանի, ապա 3 անգամն էլ նույն պատասխանը պիտի տամ. մարդն է, մարդն է, մարդը, համոզված էր նա։ Մարդու պատրաստության անհետաձգելի այս գործում անհրաժեշտ էր Հայաստանում վերափոխել կրթական համակարգը, որում անտեսված էր մարդու դաստիարակության գործառույթը։ Այնինչ հենց ուղեղը մարզված, սակայն բարոյական արժեքներ չճանաչող քաղաքացին է առաջին հերթին վտանգ ներկայացնում երկրի համար։
Այս մտահոգությամբ Գարեգին առաջինը Սուրբ Գայանե վանքում հիմնեց քրիստոնեական դաստիարակության եւ քարոզչության կենտրոն, որի նպատակն էր աշխարհականներին քարոզչական աշխատանքներում ներգրավելն ու Հայաստանի դպրոցներում կրոնի ուսուցիչներ պատրաստելը։ Դպրոցը կրթական օջախ է, որ մարդը սովորում է մարդ լինել, հայը սովորում է հայ լինել։ Մի խոսքով, մեր մարդկային եւ ազգային ինքնության, ով լինելու պատրաստության օջախը դպրոցն է, եւ այն ազգը, որ դպրոցին մեծ կարեւորություն չի տալիս, անձնասպանություն է գործում, ասում էր նա։ Հասարակությանն ուղղված իր ուղերձներում Գարեգին առաջին կաթողիկոսը հատուկ կարևորություն էր տալիս աշխատանքի գործոնին, քանի որ միայն տքնաջան աշխատանքի արդյունքում կարող էր կառուցվել մեր երկիրը։ Աշխատանքը սուրբ է եւ սրբարար, Աստծո անեծքը օրհնություն։ Աստված մարդը անիծեց, ասաց ճակատիդ քրտինքով պիտի ուտես քո հացը, եւ դա եղավ մարդուն օրհնություն։ Մենք աշխատանքի պետք ունենք, գործի պետք ունենք, ուրեմն վերջ խոսքին, նվազում խոսքի եւ առատացում գործի, դեղատվություն խոսքի, մակընթացություն գործի։ Այս թող լինի մեր այսօրվա նշանաբանը, հորդորում էր նա ամենքիս եւ ավելացնում. մեր ազատագրության պայքարի մեջ արյունն ավելի թափվեց, քան մեր քրտինքը։ Այսօր մեր քրտինքն ավելի պետք է թափվի, եւ եթե պետք լինի, արյունը չենք խնայի, սակայն քրտինքն է այժմ հայրենաշինության հեղուկը։ Մեր Հայաստան աշխարհում հարկ է ստեղծել ներդաշնակություն, հոգևոր եւ նյութեղեն իրականությունների միջև, միշտ բարձր պահելով հոգևորի գերիշխանությունը, ուսուցանում էր Գարեգին կաթողիկոսը։ Նրա կարծիքով անտարբերությունը մահացու մեղք էր։ Մենք չենք ստեղծվել աննպատակ։ Մենք ստեղծվել ենք, որպեսզի ուրախության մեջ կատարելապես պայծառանանք, բայց երջանկությունը եսասիրություն չէ, ոչ էլ ինքնամփոփվածություն, ընդհակառակը երջանկության տիրանալ նշանակում է դուրս գալ եսից, գնալ դեպի ուրիշները, ասում էր նա եւ հետեւյալ խոսքերով ձևակերպում իրական երջանկության բանաձևը։ Քո երջանկությունը մեկն է, իսկ ուրիշին քեզանից տալով կրկնապատիկ, որովհետև նրա երջանկությունը կավելանա քո երջանկության վրա, այս է քրիստոնեական հավատքի դասը։ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակը մեր ժողովրդի համար Գարեգին առաջինը համարում էր նոր հոգեգալուստ, որի տոնակատարության նախապատրաստման գործում նա հսկայական ներդրում ունեցավ։ Նրա համոզմամբ այն պետք է հանդիսանար ոչ միայն մեզ համար պատվաբեր մի տոնակատարություն, այլև ամբողջ քրիստոնյա աշխարհի համար արժեքավոր մի իրադարձություն, որով մենք մեր ծառայությունն ենք մատուցել համայն աշխարհին եւ այս ճանապարհով նաեւ մեկ եւ ընդհանուր Աստծուն։ Եվ աշխարհն այլևս մեզ չպետք է ճանաչեր որպես մի խեղճ ժողովուրդ, այլ որպես նորոգվող, իր յուրահատուկ դիմագծով աշխարհի կյանքին մասնակցող եւ պայծառակերպվող մի ազգ։ 20-րդ դարը սկսվեց արյունով ու ողբով եւ վերջանում է անկախությամբ, խավարե իլույս, խաչելությունից ի հարություն։ Ախ, ժողովուրդ, կարողանանք այս հարությունը արժևորել մեր կյանքում, դիմում էր նա մեզ։